կարևոր է պարզել ինչը տարավ Փաշինյանին Մոսկվա, որտեղ ակնհայտորեն այցը եւ հանդիպումը ինքն էր խնդրել եւ այդ մասին կարծեմ մի քանի օր առաջ նույնիսկ բացահայտորեն ասեց։ Իմ կարծիքով այն անվտանգային վակումը, որ ռեգիոնում առաջացել է Միացյալ Նահանգների Իրանի դեմ պատերազմից հետո։ Ինքը շատ լավ հասկանում է, որ իր ամբողջ միֆը, լեգենդը առասպելը հյուսված խաղաղության գործընթացի շուրջ փլուզվում է, որտեվ այդ խաղաղության կոնցեպտը խարսխված էր թրիփի վրա, որտեվ օգոստոսի 8-ից հետո էլ չէ, անշրջելիության մասին ինքը խոսում խաղաղության, իսկ թրիփի հեռանկարը շատ մեղմ ասած մշուշի մեջ է։ Իրանական պատերազմի զարգացման ամենահավանական սցենարների դեպքում թրիփը ուղղակի կենսագործվելու հավանականություն գրեթե չունի։ Բայց նա խոսեց, որ խաղաղությունը արդեն հաստատված է, ասաց, որ Պուտինը եւս այդտեղ ներդրում ունի։ Այո, հենց իմ ասածը հաստատում եք դուք։ Եթե Պուտինը տալիս էր Թրամփի անունը, ինքն էլ ասում էր ոչ պակաս դեր, նաև դուք եք ունել։ Այն նշանակում է ինքը անվտանգության վակուումի ռիսկ է զգացել եւ փորձել է Մոսկվայի հետ գոնե ինչ-որ բալանսավորված հարաբերություններ ունենալ։ Մոսկվայում այդ շատ հստակ հասկացրել էին եւ որոշել էին դերևս էլի առաջին անգամ շատ հրապարակային մասում շատ բաց զրույցի տեսքով Նիկոլ Փաշինյանի երեսին ասեին, թե ինչ աշճանի է Հայաստանը կախված Ռուսաստանից։ Դրան էր ուղղված առևտրի եւ էներգակիրների մասին Պուտինի հայտարարությունները, հատկապես գազի գնի մասին հայտարարությունները պիտի որ սթափեցնող լինեն Հայաստանի հասարակության համար, որովհետև լավ նույնիսկ չխոսենք $600 մասին, պատկերացնում եք $177.5, ասենք նույնիսկ $250 կամ $300 բարձրանա, ինչպիսի կոլապսի կենթարկվի Հայաստանի տնտեսությունը։